Շանթի եթերը շարունակում է հեռանկար, իսկ հեռանկարում այսօր հյուրընկալել ենք քաղաքագետ Արա Պապյանին, պարոն Պապյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Իշխանությունները հայտարարում են, որ տարածաշրջանը ապաշրջափակվում է եւ տեղի են ունենում զարգացումներ, որոնք անհնար էր պատկերացնել որոշ ժամանակ առաջ, ամիսներ առաջ ընդհուպ։ Օրինակ են բերում Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռներ բերելու սահմանափակման վերացումը, որն է ձեր գնահատականը։ Իմ գնահատականը հետևյալն է, որ Ալիևը դա անում է, որպեսզի օգնի Նիկոլ Փաշինյանին ընտրությունների ժամանակ սեփական ժողովրդի վրա այդ խաղաղության եւ ապաշրջափակման հարցը լավ վաճառելու համար։ Եթե ապաշրջափակում է, ապա պիտի լինի միջպետական պայմանագիր, որի մեջ հստակ պիտի ամրագրվի ինչ պայմաններով, ինչ դեպքում խաթարվելու դեպքում այդ ճանապարհը ինչպիսի քայլեր պիտի ձեռնարկի։ Սա Եթե միայն բարի կամքի դրսևորումը այսօր կարող է լինի, վաղը կարող է չլինի, եւ եթե օրինակի համար 1-2 անգամ հաջող ստացվի ճանապարհով բերել եւ փոխարենը նախկինում գոյացած մատակարարման աղբյուրները սառեցվեն, ապա կարա հետագայում ավելի ծանր վիճակ ստեղծվի։ Եթե ձեր ասած այդ տարբերակն է, ապա ինչու օրինակ Ալիևը վերջնական չստորագրեց խաղաղության պայմանագիր, այլ նախաստորագրեց, դրանից հետո էլ այսպես պահանջներ է առաջ քաշում։ Եթե ցանկանում էր օգնել, հենա միանգամից խաղաղության պայմանագիրը կստորագրեն եւ իշխանությունները կասեն, տեսակ, մենք բերեցինք վերջնական խաղաղություն։ Բայց խաղաղության պայմանագրը ստորագրել դեպքում դա ինքը միջազգային իրավական պարտավորություններ է ստանձնում եւ եթե դրանից հետ կանգնի, ապա պատժամիջոցների տակ կընկնի։ Իսկ այսպես ուղղակի բանավոր խոստում է ինքը տվել, այսինքն ապաշրջափակման եւ եթե օրինակի համար վաղը կասեցնի, ինքը միշտ էլ հնարավորություն ունի ասելու, որ հայկական կողմը ճիշտ չպահեց իրան, ինչ որ խնդիրներ առաջացրեց, իսկ նախաստորագրումը խաղաղության պայմանագրի ինքը ընդհանրապես իրավական առումով որևէ պարտավորեցնող բան չունի, ինքը կարող է նախաստորագրվի, անգամ ստորագրվի, բայց ուժի մեջ չմտնի տարիներ, ինչպես օրինակ հիշեք Ցյուրիխյան արձանագրություններ կար, որ անգամ ստորագրվեց, բայց այդպես էլ իրականություն չդարձավ։ Հետևաբար խնդիրը հետևյալն է. Ալիևը մի կողմից օգնում է Փաշինյանին, բայց մյուս կողմից ինքը իրեն չի դնում հարվածի տակ, հետագայում դրանից հետ կանգնեն։ Սա էլ ցույց է տալիս, որ ինքը նպատակ չունի ապաշրջափակելու, հակառակ դեպքում ինքը կդներ, կստորագրեր, կամրագրեր փաստաթղթերով։ Այսինքն դուք կիսում եք ձեր այն գործընկերների կարծիքը, որոնք այսպես թերահավատորեն են վերաբերվում, որ խաղաղություն է հաստատվել, այսինքն Թրամփի վկայությամբ օգոստոսի 8-ից Հայաստանն ու Ադրբեջանը մտել են նոր փուլ եւ ըստ էության խաղաղությունը հաստատված է։ Ես ոչ միայն թերահավատորեն եմ դրան մոտենում, ես վստահ եմ, որ սա ի վերջո պատերազմի վերսկսման եւ ավելի վատ նախադրյալներով Հայաստանի համար պատերազմ վերսկսման է տանում, որտեւ եթե մենք տալիս ենք այդ Թրամփի ճանապարհը կամ չգիտեմ անցուղին, միջանցքը եւ այլն, դա հնարավորություն է տալիս Ադրբեջանին հարավից կտրելու Հայաստանը ընդհանրապես եւ ավելի խոցելի դարձնելու։ Խաղաղության գնացողը նախ գերիներին կազատեր պատանդների հետ միասին սովետական Հայաստանի գրաված 200-ից մինչև 1000 քառակուսի կիլոմետր տարբեր աղբյուրներ, տարբեր թվեր են ասում, այդ տարածքների զորքերը դուրս կբերեր եւ այլն։ Սահմանազատմամբ կգանք դրան։ Սահմանազատումը այդ հարցը կլուծի։ Իսկ առ այսօր այդ սահմանազատումը ի վնաս մեզ է եղել, այդ ոնց է լինում, որ սահմանազատումը անդադ ի վնաս մեզ է, մենք ենք ինչ-որ բաներ տալիս։ Այնպես որ պիտի տեսնենք, ասում աչքս տեսնի ասելով չի, առ այսօր դեռևս զիջողը մենք ենք եղել, որևէ բան Ադրբեջանը չի զիջել։ Իսկ դուք կիսում եք օրինակ խորհրդարանում ընդդիմության կողմից եղավ այսպիսի տեսակետ, որ այդ անխոչնդոտ անցումը Թրամփի ուղով դա նույն միջանցքն է։ Այո, իհարկե։ Այսինքն այն որ աշխարհի ոչ միայն Ալիև, այլ տարբեր մեծամեծներ դա միջանցք են կոչում, պատահական չեն կոչում, որտեվ եթե այդ տարածքի վրա Հայաստանը չի իրականացնելու անձնագրային ստուգումներ, չի իրականացնելու մաքսային ստուգումներ եւ այլն, Իսկ ով ասես չի իրականացնելու։ Իշխանությունն ասում է տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, այսինքն թե մաքսային եւ թե սահմանապահներ լինելու են։ Եղել են այդպիսի հայտարարություններ։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը ինքն է հայտարարել, որ չի մենք մատչելիություն ենք ունենալու տվյալներին տեխնիկական միջոցներով։ Ինքը երբևէ չի ասել, որ հայ սահմանապահներ կամ մաքսավորներ այդտեղ պիտի լինեն եւ կոնսորցիումն էլ նման բան չի նախատեսում։ Կոնսորցիումը նախատեսում է Միացյալ Նահանգների, Հայաստանի եւ երրորդ երկրների
մասնակցությամբ կոնսորցիում եւ այդ երրորդ երկրները դեռ պիտի հստակեցնեն որոնք են։ Այսինքն ստացվում է որ բացի Հայաստանից եւ Միացյալ Նահանգներից Հայաստանի տարածքում նաեւ այլ երկրներ են իշխանություն բանեցնելու եւ այս այլ երկրները տարբեր երկրների անուն են տալի Թուրքիա, Ադրբեջան կամ Եթե համաձայնվեն Հայաստանն ու Միացյալ Նահանգները։ Այո, Նահանգները։ փոխադարձ համաձայնությամբ, բայց պիտի լինեն երրորդ երկրներ։ Արդեն դա ամրագրված է։ Օգոստոս 8-ի փաստաթղթում։ Արդյոք դա չի նշանակում, որ ամեն դեպքում ստուգումներ լինելու են, բայց թե ինչ եղանակով դա էլ հարց է, այսինքն բայց ամեն դեպքում մաքսային, սահմանային բոլոր ստուգումները լինելու են։ Չէ, դա չի նշանակում, որովհետև անխոչնդոտ կամ անխափան ասածը, որ նկատի է մեկնաբանել, որ ընդհանրապես որևէ բան էլ չի լինելու։ Հետևաբար, այսի մեկնաբանության հարցը դա միակ հստակությունը կլինի, երբ որ կսկսի այդ ամբողջը գործել եւ մենք կհամոզվենք, թե ինչպիսին է։ Մնացածը ենթադրությունների ոլորտից է։ Ինչու պիտի իշխանության մեկնաբանությունը ավելի հավանական լինի, քան այլոց մեկնաբանությունը։ Հիմա նրանք ովքեր որ կպաշտպանեն իշխանության տեսակետները, կասեն, պարոն Պապյան, դուք հոռետեսական այսպես կանխատեսումներ եք անում, ինչ պատերազմ, ասում են խաղաղություն է եւ վերջ։ Ասում հոռետեսները դրանք լավ տեղեկացված իրատեսներն են։ Խաղաղություն այդ դեպքում Ադրբեջանը ինչի է ավելացնում իր ռազմական ծախսերը եւ 5.1 միլիարդ դոլարի ռազմական ծախս ունի Հայաստանը կրճատում ռազմական ծախսերը ինքը իր հռետորաբանության մեջ Հայաստանի նկատմամբ թշնամությունը չի փոխել եթե որտեվ մարդիկ էլ կասեն մեր դեմ չի այդ զենքը ուղված այդ դեպքում ուրեմն գոնե հռետորաբանությունը պիտի փոխվեր եթե առ այսօր Ալիևը իր բոլոր ելույթներում հակահայաստանյան ելույթներ ունենում եւ միջազգային փաստաթղթերի մեջ ամրագրել է տալիս Հայաստանի նկատմամբ հավակնությունները նայեք միայն վերջի 2-3 ամսվա ընթացքում Շուշիում Գաբալայում Ստեփանակերտում անցկացված իսլամական երկրների եւ այլ տարբեր միջոցառումների ժամանակ ինչ փաստաթղթեր են ընդունել եւ նաեւ հիշեք Ստամբուլի 57 իսլամական երկրների ընդունած փաստաթուղթը որտեղ 20 եւ 26-րդ հոդվածները հստակորեն եւ խոսում են Միջանցքի մասին եւ Հայաստանի դեմ հայտարարություն եւ 4-ը բանաձև անցկացրեց Ադրբեջանը Ստամբուլում հունիս ամսին, որտեղ Հայաստանի պատասխանատվության հարցն էր դրվում նյութական, բարոյական եւ այլն, խաղաղություն ուզող այդ բաները չի անում։ Այսինքն դուք կարծում եք, որ չպետք է լիներ օգոստոսի 8-ի այդ համաձայնագիրը եւ առհասարակ այդ համաձայնագրերը, որոնք որ Միացյալ Նահանգների միջնորդությամբ Թրամփի վկայությամբ ստորագրվեցին։ Չէ, պիտի լիներ, նախ դա համաձայնագիր չի, դա ընդհանրապես հայտարարություն է, իսկ հայտարարությունը որևէ իրավական պարտավորություն չէ, չեղածից լավ է դա։ Իմ ասածը ուրիշ է, որ դա բավարար չի, որպեսզի խաղաղություն հաստատվի։ Պետք էր Թրամփին եւ այլոց պետք էր որ դա էլ եմ ասում լավ է որ եղավ բան չունենք ասելու հիմա կարար դա էլ չլիներ բայց դա չի երաշխավոր որտեղ այդտեղ երաշխավորման խնդիր չկա այսինքն ինչ է ասում ամերիկան ինչ պարտավորություն է ստանձնել ենթադրենք կողմերից մեկը չի կատարում իր պարտավորությունները Թրամփին զանգեն Թրամփը որսկի չի հիշում ով է։ Դե ասում են օրինակ Միացյալ Նահանգների ներկայությունը նույն այդ Թրամփի ուղու տարածքում կամ Թրամփի անունով անվանակոչված դա արդեն անվտանգության երաշխիքանման կարծիքներ կան։ Դա Միացյալ Նահանգների ներկայությունը չի, դա Միացյալ Նահանգների կոնսորցիում, դրանք երկու բան են։ Այսինքն ցանկացած ընկերություն, որը Միացյալ Նահանգների անունից հանդես գալիս, համարվում է ամերիկյան, բայց ինչ լիազորություններ ինքը ունի այդտեղ, ոնց է այդ ամբողջ կարողանալու անի։ Էլի մեծ հարցականներ է։ Գիտեք, սա մի փաստաթուղթ է, մի պայմանավորվածություն է, որը ցանկություններից բացի որևէ բան արձանագրած չի այդտեղ։ Մենք չգիտենք անգամ որ երկրներն են ելնելու, անգամ այդ կոնսորցիումը ինչ լիազորություններ են, կամ Միացյալ Նահանգներից ով է հանդես գալի, ինչ մասնավոր ընկերություն։ Ես կհամարեի Միացյալ Նահանգների ներկայացու եւ թե Միացյալ Նահանգների պետական որևէ կառույց ներկայացված լիներ։ Դա չի լինելու պետական կառույց, դա լինելու է մասնավոր կառույց։ Բայց չի լինելու պետական հովանավորությամբ, պետական հսկողությամբ։ Արդյոք Միացյալ Նահանգները առանց որևէ պետական հսկողության թույլ կտա, որ նման աշխարհաքաղաքական շրջանում առանց որևէ իրենց հսկողության ինչ որ մեկը գործի։ Դե գործել որ Ադրբեջանը պիտի գա այդ ճանապարհը պիտի օգտագործի, այսինքն այդտեղ առանձնապես Միացյալ Նահանգների վերահսկման խնդիր չէ, այդտեղ ավելի շատ Միացյալ Նահանգների ներկայությունը ապահովում է Իրանի համար ապահովում Էլ եմ ասում, չեղածից լավ, բայց խնդիրը հետևյալն է, այդ կոնսորցիումը չունի որևէ պարտավորություն, հնարավորություն, կարողություն այդտեղ անվտանգություն ապահովելու։
լավ է ամերիկյան դրոշի ներկայությունը շատ լավ է, ամերիկացի ներկայացումը լավ է, բայց այն պահին, երբ որ Ադրբեջանը մյուս հարցերը լուծած կլինի, ինքը չի նայելու այդ կոնսորցիումին հաստատ այդտեղ կոնսորցիումը ուզում ենք որ բան լինի, ոնց որ ասած խաղաղություն եւ ամերիկյան ներկայությունը, դիլնի ամերիկյան պետական ներկայություն, այսինքն պիտի լինի ռազմաբազա այդտեղ ամերիկյան։ Թեկուզ ես մի գումարտակ պիտի կանգնացնի, որ իմանանք ինչ որ մի բան անում։ Կա այդ գումարտակը, չկա այդ գումարտակը, ավելին ասեմ, դες շատ բանը անհսկալակ է, պարզ չի այդ երկաթուղին, երբ որ պիտի ենթարկվի ռուսներին, որտեղ 50 տարով մենք ռուսներին ենք տվել երկաթուղի 2008 թվականից, դա ոնց պիտի գործի, այսինքն ռուսներն ու ամերիկացիք ինչ համաձայնություն այդտեղ պիտի գան Հայաստան ու ինչ դեր ունենա։ Սա մի հավասարում է, որտեղ շատ ավելի անհայտներ կան, քան հստակություններ։ Ուղղակի ընտրություններից համար լավ թեմա է քվեներ փոկելու համար։ Տեսեք, նույն իշխանություններն ասում են, դե լավ, օգոստոսի 8-ի փաստաթուղթ չեք ցանկանում, նոյեմբերի 9-ի փաստաթուղթ եք ցանկանում։ Եվ նաև սրան հավելելով կան նաև քաղաքագետներ, վերլուծաբաններ, ովքեր ասում են, որ Ալիև, Պուտին, այսպես լարված հարաբերությունները դրանք բեմականացված են, որովհետև օրինակ նույն Պուտինը Ալիևին համոզում է, որ ամեն դեպքում լավը նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է։ Բայց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի գործում, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եթե գործեր, ապա պիտի ռազմագերի եւ պատան չլներ։ Ըստ էության չի գործում։ Միջազգային իրավունքը հստակ է, այն փաստաթուղթը, որը կետերից մեկը կողմերը ոտնահարում են, ապա ամբողջ փաստաթուղթը առ ոչինչ է։ Եվ այդ փաստաթուղթով նոյեմբերին ստացվեց, որ այն ինչ որ պիտի Հայաստանը տվեց, տարածքներ եւ այլն, բայց այն ինչ որ միակ կետը որ պիտի ստանար, այդ չստացավ։ Մյուս կողմից նոյեմբերի 9-ի մեջ խոսվում է Լաչինի Միջանցքի մասին։ Ուր է այդ Միջանցքը Լաչինի։ Հա, եթե նոյեմբերին ենք ուզում, պիտի Լաչինի Միջանցքը լինի, ուրեմն պիտի լինի Լեռնային Ղարաբաղ, կամ էլի հասկանալի չի, եթե Ադրբեջանի բանակցային դիրքը նա է, որ պիտի վերականգնեն սովետական սահմանները, այսինքն վերադարձ 91 թվականի վիճակի, այդ թվում կա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ։ Ուր է այդ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։ Այսինքն դուք ոչ նոյեմբերի 9-ի փաստաթղթի կողմնակիցն եք, ոչ օգոստոսի 8-ի։ Միանգամայն ճիշտ եք։ Եվ արդյունքում դուք ինչ եք առաջարկում այն։ Շատ պարզ, երբ որ վեճ կա որևէ տարածքի շուրջ, դատարանը որոշում է, թե Տիտղոսը ումա պատկանում, այսինքն ով ունի այդ համապատասխան փաստաթղթերը, նախ դա պիտի որոշվի Տիտղոսը։ Երբ որ դուք կենցաղում հողային վեճ եք ունենում հարևանի հետ, դուք առաջին հերթին պիտի նայեք փաստաթղթային ասում ինչ է գտա։ Նիկոլ Փաշինյանն ասում է Ալմատի ինչ որ հռչակագիր եւ այլն։ Թե լավ, թող մի դատարանն ասի այդ միջազգային դատարանի մասին է խոսքը, որտեղ միջպետական վեճերով։ Ի վերջո դրան գալու ենք Ադրբեջանն է մեզ ստանելու, որտեղ Ադրբեջան սանով բավարարված չի, բայց կտեսնենք դեռ ինչ ալնելու։ Բայց խնդիրը հետեւյալն է, առանց իրավական հարցերը լուծելու ո՞նց են լուծում։ Հիմա ամենաառաջի հարցը, որ մենք սկսեցինք, դրա մասն է, որ Ալիևը որպես բարի կամքի դրսևորում թողում է, որ Ցորենը գա հասնի մեզ։ Եվ աղնել կարող է որպես չար կամքի դրսևորում արգելի ո՞նց է լինելու։ Դուք վստահ եք, որ այդ Ցորենը այդ տարածքով անցավ, ինքը լինելու է ապահով եւ առանց, չգիտեմ, տարբեր վտանգավոր խառնուրդներ, ոչ ոք չգիտի, ով է ապահովելու, ով է բերի ապահովումը բանանելու, գրանցելու եւ այլն, այնտեղ միլիոն հարցեր կա։ Մենք եթե հարաբերություններ չունենք այդ պետության հետ, ով է զբաղվելու ապրանքի փոխադրման հարցով։ Նույնը Մեղրի, Միջանցքի կամ Անցուղու, չգիտեմ, Զանգեզուրի ոնց ուզում եք կոչել, այդտեղ լիքը խնդիրներ կա։ Վթարի դեպքում, մահվան դեպքում, չգիտեմ, հիվանդանոց տեղափոխվելու դեպքում հանցագործություն կա, ով առնելու կոնսորցիումն է իրականացնելու։ Հայաստանն է եթե Հայաստանն է իրականացնելու, բայց դեպքում Ալիևն ասում է, որ պիտի հայերես չտեսնեն, ոնց են դա իրականացնել օրինակի համար։ Վթարի դեպքում կամ մարտեր ինֆարկտ ստացավ մեռավ ճանապարհին։ Այդտեղ բաներ կա, սա ուղղակի բան է, ընդհանուր էսպես խոսակցությունները, լավ է, համբերեք թող գա հունիսն անցնի ընտրությունները, նոր Ադրբեջանի իրական դեմքը կբացվի։ Մինչ ընտրություններ կան խոսակցություններ, որ Էրդողանն ու Ալիևը որոշ տեղեկություններով նրանք էլ գարնանը գալու են եւ մասնակցելու են եվրոպական քաղաքական այդ գագաթնաժողովին, որը Հայաստանում է անցկացվելու։ Սա ինչ որ նշանակություն կարող է ունենալ, եթե հաշվի առնենք նաև այն, որ Թուրքիայից բարձր մակարդակով կար, որ հնարավոր է Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագիրը վերջնական ստորագրեն առաջին կիսամյակում։ Դուք նաև հնարավորություն տեսնում եք, որ կարող է գագաթնաժողովի շրջանակում ինչ որ մի բան ստորագրվի։ Երևանում քիչ հավանական եմ համարում դա, որտեղ այդ Բաքվի համար ընդունելի չի լինի, որ դա Երևանում ստորագրվի։
Դե ասում եք ցանկանում է օգնել դրա համար նաև։ Չէ, դե օգնել, բայց այդ աստիճանով չի ցանկանում ինքը օգնել, բայց այդ օգնելը օգուտ իրեն է, ինքը ուզում է օգնի, որովհետև հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը տալիս է այն, ինքը պիտի վերցներ ուժով, պատերազմով, աղմուկով, զոհերով, խնդիրներ ունենալով։ Հիմա այդ ամբողջին կստանում է առանց որևէ խնդիրի։ Ինչի՞ չպետք է ուզի, որ Նիկոլ Փաշինյանը լինի իշխանության։ Իսկ Էրդողանի բանի գալը կարող է եւ գան, բայց դա ինչ է տալու Հայաստանին։ Ասենք Էրդողանը եկավ Հայաստան։ Գյուլն էլ եկավ Հայաստան այն ժամանակ։ Հիմա եթե մենք իրանք պիտի գան, մենք իրանց պիտի բան զիջենք, ինչ որ հերթական, ինչ որ մի բան զիջենք, դրա իմաստը որն է, ամեն ինչ որոշվում է արդյունքով, կյանքում էլ է, չէ՞ ձև։ Ի վերջո ցանկացած երևում գնահատվում է վերջն արդյունքով։ Ինչ եղավ, դե դրանից հետո ինչ մնաց կողմերին։ Առայժմ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի բոլոր կետերը, բոլոր ցանկությունները հերթով իրականանալով գնում են։ Հիմա եթե պիտի գա Էրդողանը հերթական անգամ իր ցանկությունները այստեղ իրականացնի, ավելի լավ է թող չգա։ Եվ վերջում ամփոփելով մեր զրույցը, հաճախ լսում ենք, որ Հայաստանը պետք է հստակ որոշի արևմուտք թե Ռուսաստան։ Դուք կարծում եք այդպիսի կտրուկ ընտրություն ընդհանրապես հնարավոր է մեր աշխարհագրական դիրքի պայմաններում։ Մենք ստիպված ենք ընտրություն կատարելու, որովհետև ժամանակին 2000-ականներին գիշեք մենք այսպես ասած փոխլրացման կոմպլեմենտար քաղաքականություն ենք իրականացնում, որը այն ժամանակ հնարավոր էր, որովհետև չկար այդ ուժեղ դիմակայությունը Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև։ Հիմա կա, եթե կողմերը իրար ճշնամաբար են վերաբերում, դու պիտի կողմերից մեկի հետ լինես։ Հակառակ դեպքում դու խնդիրներ ես ունենալու երկուսի հետ, ինչը որ մենք ունենում ենք։ Հիմա մի կողմից Նիկոլ Փաշինյանը անդադ Արևմուտքի մասին է խոսում, բայց բոլոր քայլերը ուղղված են դեպի Ռուսաստան։ Դրա համար ստացվում է, որ երկու կողմերն էլ մեզանից դժգոհ են։ Ռուսները դժգոհ են, ասում են, ինչ-որ բաներ եք անընդհատ խոսում։ Դիվերսիֆիկացիոն քաղաքականություն են բառում ասում են։ Ինչ դիվերսիֆիկացիա, այդ որ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, ՀԱՊԿ-ի անդամ ենք, ապա որն է դիվերսիֆիկացիա։ 2000 թվականներին մեր առևտրային առաջի գործընկերը Եվրոմիությունն էր։ Հիմա Ռուսաստանն է։ Այդ ո՞նց եղավ դիվերսիֆիկացիա։ Ստացվում է, որ մենք այն ժամանակ որ պրո-ռուսական էինք, ավելի արևմտամետ ենք, թվերն է պետք նայել, թվեր, այսինքն ըստ էության մենք մնում ենք նույն կառույցների մեջ, ինչ որ եղել ենք, ընդհակառակը կախվածությունը Ռուսաստանից ավելի է շատացել, ինչ դիվերսիֆիկացիայի մասին է խոսքը։ Իսկ ըստ այդ ընտրությունը դեպի որ կողմը պիտի լինի։ Արևմուտք միանշանակ, որովհետև Ռուսաստանի շահերը բռնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, մեր հետ կապ չունի այդ շահերը։ Այսինքն այս ընտրությունը Ռուսաստանը մեզ ընտրություն չի թողել։ Ռուսաստանն ինքն է արդեն ընտրել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմը։ Եվ քանի որ մենք միայնակ չենք կարող գոյատևել, մենք այլ անվտանգային համակարգի մեջ պիտի մտնենք, այդ անվտանգային եւ տնտեսական համակարգ կարող է լինի Արևմուտքը։ Հատկապես Ռուսաստանի ապագան շատ մշուշոտ է։ Շնորհակալություն։ Ընտրում։ Հեռանկարում քաղաքագետ Արա Պապյանն էր։